22-ամյա Աննա Մանուկյանը հանրությանը ներկայանում է առաջին անհատական ցուցահանդեսով, նկարում է մանկուց, գեղանկարչական ձեռագրին ու տեխնիկային տիրապետում է արդեն մոտ 1 տասնամյակ, ծնվել մեծացել է Արմավիր քաղաքում, սիրում է բացահայտել հայրենի բնության թաքնված գանձերն ու դրանք արտացոլել կտավին։ Ցուցահանդեսի միտքը որոշված չի եղել, ես չեմ մտածել, որ պետքա ցուցահանդես ունենամ։ Իմ ակադեմիայում սովորելու 4 տարիների ընթացքում ես միշտ նկարել եմ հայրենիքի թեմայով ու կարելի ասել ամեն տարի ես շարք եմ ունեցել այդ թեմայով, բայց այս տարի հավաքվեց այդ հող ու հոգի թեմայի մեջ։ Հող ու հոգի խորագրով ցուցահանդեսում ներկայացված է 14 աշխատանք, որոնք ներառում են նկարչուհու վերջին 5 տարում ստեղծած գործերը։ Գունային լուծումներում Աննան շատ համեստ է։ Կարելի ասել բոլոր կտավներումս նույն երանգներն են, նույն գույներն են, բայց մտածված չեն։ Ես բոլոր գույներն էլ օգտագործում եմ, բայց ի վերջո նույն երանգի նկարներ են ստացվում։ Չեմ ունենում սկզբանե միտք, չեմ ունենում էսքիզներ, միանգամից կտավի վրա միտքը ձևավորվում է։ Կտավներում ուրվագծվում է նաև մարդը, հեղինակը պարզաբանում է, հղում անելով ցուցահանդեսի խորագրին, հայրենիքի այն հատվածներում, որտեղ դեռ չի եղել, իր հոգին է թևածում։ Երբևիցե մեր ընտանիքում չի եղել հայրենիքի մասին խոսակցություններ, չեմ մեծացել այդ թեմաների մեջ ու չեմ կարող այս հարցին մոտելա մութ, բայց չեմ էլ ուզում պատասխանը իմանալ, որովհետև ինձ դուր է գալիս, որ ես նկարում եմ հենց այս թեմայով ու ես ինձ տեսնում եմ այս թեմայի մեջ։ Աննա Մանուկյանը խոստանում է, հաջորդ անհատական ցուցահանդեսը չի ուշանա, ներկայացնելու է ճապոնական մարտական արվեստի կարատեի փիլիսոփայությունը։ Յուրա Վահանյան, Սեյրան Անտոնյան, լուրեր։